ծրագրում նախատեսել ենք փոքր բիզնեսի համար հարկերի վերադարձ, ետվերադարձ, սա էլ կարևոր կարծում եմ խոստում է, որ պետք է հնչեցվի, մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է իմանան, որ այո, իրենք վճարելու են հարկերը, որովհետև դա որոշակի վարքագծային պատեռն է ձևավորում, բայց նաև պետությունը վերադարձնելու է այդ հարկերը, թույլ տալով, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա հանգիստ շնչի եւ փորձի զարգանալ։ Դա ավելի շատ ուղղված է հենց աշխատատեղերի ստեղծման։ Ինքը շեշտակի հարց է լուծում սոցիալական sense տեսանկյունից։ Արդյունաբերական պոտենցիալը ստեղծելու համար պետք է արդեն նպատակաուղղված ոլորտային մոտեցում ցուցաբերվի։ Եվ այս երկու ուղղությունները իրար հետ պետք է զարգանան։ Օրինակ դու չես կարող միջին բիզնեսը ամբողջությամբ հարկերից ազատել, դա արդեն խնդիր է առաջանալու բյուջեի համար։ Բայց միջին բիզնեսի ոլորտում ընտրել որոշ ճյուղեր եւ ճյուղային հատուկ վերաբերմունք ցուցաբերել, սա լրիվ հնարավոր է անել։ Եվ սա այն դեպքն է, որ մենք արել ենք։ Սա այն դեպքը չի, որ ինչ-որ մի sense բան գյուտ ենք հորինում։ Մենք այդ ճանապարհով անցել ենք։ Իսկ հիմա ճիշտ հակառակն են անում։ Հիմա տեսնում են մի տեղից հնարավոր է մի քիչ բան ավելացնել, եթե փողը չի երեքում ապարքեվավճար տալու համար, անպայման մի ոլորտի վրա ինչ-որ մի լրացուցիչ բեռ են ավելացնելու։ Նայեք, 10 տարվա ընթացքում 98-2008 թիվ որևէ հարկատեսակ չի մեծացել, հակառակ այդ կայունությունն է պետք հաղորդել։ Բիզնեսը ներդրում անելու ժամանակ ինքը պետք է հասկանա, որ այս պետությունը sense գիշերների երազում կառավարությունը չի տեսնում, թե ումից ավելի շատ հարկեր կամեն։ Այդ մոտեցումը չի եղել եւ ինչ արդյունքի էր բերում այս մոտեցումը։ Մենք նախատեսում ենք 8% տնտեսական աճ, փակում ենք տարին 12, 13, 14% տնտեսական աճով։ Բիզնեսը արձագանքում էր անմիջապես, sense մեր քայլերին, եւ մենք գրեթե sense վերջի 6-7 տարին հոկտեմբեր ամսին միշտ վերանայում ենք բյուջեն։ Վերանայում ենք եւ ծախսային մասը եւ եկամուտային մասը։ Համարյա տարի չի եղել վերջի հատկապես 5 տարին, որ մենք չվերանայինք բյուջե։ Ավելի զգուշավոր կանխատեսում էինք, շատ ավելի լավ արդյունք էինք ստանում։ Ավելի զգուշավոր կանխատեսում, շատ ավելի լավ արդյունք։ Երբեք չի եղել, որ բյուջեն, ասենց խնդիրներ ունենալու պատճառով հարկ ենք ավել, հակառակը։ Հարկային բեռը թեթևացնում ենք։ Եվ եւս մեկ հանգամանք հիմա մենք նաև մեր ծրագրում կա, չէ, որ տոկոսները, օրինակ, փոխհատուցել բյուջեից։ Ստե երկու տարբերակ կա։ Կամ բյուջեից տոկոսն ես փոխհատուցում, կամ էժան փող ես գտնում, այդ էժան փողը ոչ թե անիվ հիմնադրամ է ստեղծում թալանելու համար այդ անիվ հիմնադրամը, այլ այդ էժան գումարը ռեսուրսը տալիս ես բանկերին հստակ պարտավորությամբ, հստակ պայմանագրային պարտավորությամբ, որ ինքը ավելի մեծ տոկոսով, դու ֆիքսում ես տոկոս, որը ինքը պետք է ֆինանսավորի փոքր միջին բիզնեսը։ Մենք այդպիսի բաներ արել ենք։ Հատուկ ծրագրեր ունենք համաշխարհային բանկի հետ այդպիսի ծրագրեր ունենք։ Հատուկ աջակցման, փոքր բիզնեսի աջակցման գրասենյակներ ենք ստեղծել։ Մի կողմից դու բյուջեից տոկոսն ես ֆինանսավորում, օգնում ես եւս օգնությունը, բայց մյուս կողմից դու այն գլխից էժան փող ես գտնում, բերում եւ այդ էժան փողով ֆինանսավոր։ Օրինակ, գտել ես փողը 2 տարեկան 2% տոկոսադրույքով մինտեղ պայմանավորվել ես։ Դրա վրա դու բանկին ասում ես, դու օրինակ 5-6%-ից ավել չես կարող վարկեր տրամադրել։ Եվ դու ֆիքսում ես մի պայմաններ, թե ինչ կարգի բիզնեսների վրա դու կարող ես այդ գումարը ծախսել, որովհետեւ այդ ռեսուրսը դու ես գտել որպես կառավարություն եւ դու ես տրամադրել որոշ պայմաններով բանկային համակարգին։ Այսի բաներ անում ենք եւ շատ լավ աշխատում էր։